Ինչ էր ասում ընդդիմությունը 1 տարի առաջ, 2025 թվականի հունվարին։ Ասում էին, որ պատերազմն անխուսափելի է, որ հեսա մի քանի ամսից Հայաստանի վրա հարձակվելու են Սյունիքը գրավեն։ Ասում էին, որ Հայաստանը արտատարածքային միջանցք է տալու։ Ասում էին, որ հերիք չի միջանցք ենք տալու։ Մի հատ էլ Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ, ճանապարհները չեն բացվելու։ Ասում էին, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն անհնար է, Ադրբեջանը չի գնալու խաղաղության։ Ասում էին, որ Հայաստանի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում, որ գերիները վերադառնան։ Մի բան էլ ինքն է բոլորին ասում, հանկարծ մի բան չանեք, գերիները վերադառնան։ Ինչ ունենք այսօր, 1 տարի անց։ Օգոստոսի 8-ի խաղաղության հռչակագրով հաստատված է խաղաղություն։ Շուտով մի քանի օրից կլրանա 2 տարին, ինչ Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զինվոր չի զոհվել, որևէ։ Մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարարի եւ իր ամերիկացի պաշտոնակցի հանդիպման արդյունքներով հրապարակվեց Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ փաստաթուղթ, որտեղ սահմանվում են սկզբունքները եւ նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունենալու այդ նախագծի իրագործումը եւ որից ակնհայտ է դառնում, որ անվտանգությունը պահելու է Հայաստանը, որ Հայաստանի սահմանապահները լինելու են համապատասխան բոլոր անցակետերում, մի խոսքով որևէ միջանցքային տրամաբանություն չի լինելու, հստակ է ամեն ինչ։ Բացի դրանից, նույնիսկ մինչև սրա հրապարակումը արդեն ամիսներ առաջ Հայաստանը մասնակիորեն ապաշրջափակվել էր, քանի որ Ադրբեջանի տարածքով առաջին անգամ 90-ականներից երկաթգծով ապրանք եկավ Հայաստան, այսինքն նույնիսկ մինչև թրիփի իրագործումը մասնակիորեն ապաշրջափակվեց Հայաստանը։ Մի քանի օր առաջ 4 հայեր վերադարձան ադրբեջանական գերությունից, եւ սրանք բոլորը փաստեր են եւ անվիճելի փաստեր են, այսինքն անիմաստ է, անհնար է վիճել այս փաստերի վերաբերյալ։ Եվ այս ամենը ինքն իրան տեղի չի ունեցել։ Այս ամենը տեղի է ունեցել Հայաստանի կառավարության ջանքերի եւ քաղաքականության շնորհիվ։ Եթե մենք այս ընթացքում լսած լինեինք ընդդիմություն, որը այս ամբողջ ընթացքում ինչ է արել, մեզ անվանել է դավաճան, թրքահաճո, թրքահապատակ, չգիտեմ, ադրբեջանամետ, ինչքան էպիտետներ կան օգտագործել են։ Եթե մենք իրենց լսած լինեինք, այս ամենը տեղի չէր ունենալու։ Եվ տեղի էր ունենալու ճիշտ հակառակը, տեղի են ունենալու այն, ինչ իրենք գուժում էին նախորդ հունվարին։ Եվ շատ լավ է, որ մենք իրենք չենք լսել, եւ շատ լավ է, որ մենք վերջապես հասել ենք այս կետին, երբ որ մենք ի վերջո ունենք խաղաղություն, ի վերջո ունենք հնարավորություն շունչ քաշելու, զարգացնելու մեր տնտեսությունը, ապրելու։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք պահպանենք այն, ինչ ձեռք ենք բերել, որովհետև այո, խաղաղությունը հաստատված է, բայց այն դեռ անշրջելի չէ, եւ մենք պետք է այն դարձնենք անշրջելի։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ այս տարի մենք կատարենք ճիշտ ընտրություն։ Խաղաղություն բոլորիս, տարին լավ է սկսվել, վստահ եմ լավ էլ ավարտվելու է։